Ես նկատեցի, որ Ոսկե տափի եկեղեցին այսօր շրջափակված է մի քանի ոստիկանական մեքենաներով, ինչպես հարգելիս միայն հարցնում եմ, ուժեղացված ծառայության պատճառը որն է, միայն դա հարգելի ոստիկան, 3 մեքենա ինչու է այստեղ ոստիկաններով լցված, բայց պատճառ կար, ահա խնդրեմ, Ոսկե տափի եկեղեցու բակում ոստիկաններ են, այսօր պատարակը սովորականից տարբեր է, շատ են ներսում հավատացյալները, խնդրեմ հաջորդ 4 մեքենան է մոտենում, ոստիկանական 5-րդ ես կասեի, 6-րդ, խնդրեմ, ուրեմն այստեղ իրադարձություններ կծավալվեն շուտով, ահա խնդրեմ 2 մեքենա էլ այնտեղ է կանգնած, ներսում Տեր Արտաշեսում համոզում են կամ ճնշումները փորձում են այստեղ հեռացնել այս եկեղեցուց, երեք հիշում եք ես հաղորդել էի, որ եկեղեցին կառուցողներից մեկը բարերարը մոտեցել է տեղի համայնքապետի հետ, ովի դեպ Վեդու խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդականն է կարծեմ, Ոսկե տափի գյուղապետի հետ մոտեցել էր եւ նրան առաջարկել էր դուրս գալ տարածքից եւ ասել է, որ եկեղեցին ինն է, ես եմ որոշում, թե այստեղ ով կմատուցի պատարակ։ Կներեք, դուք նկատեցիք, բարի լույս ձեզ։ Սիրելի հավատացյալներ, նկատեցիք, որ լիքը ոստիկաններ կան այսօր։ Ինչու ձեր կարծիքով։ Չգիտեմ ինչի։ Մի 6 մեքենա ես նկատեցի։ Ոչ մեկը չի խանգարելու։ Մենք մեր հավատի համար եկել ենք, մեր աղոթք անելու ենք եւ գնալու ենք։ Կեցեք, տեղի բնակիչ Ոչ եք։ մեկը չի խանգարելու։ Կեցեք, տեղի բնակիչ եք։ Ոչ, ես ուրիշ տեղից եմ գալիս։ Շատ լավ է։ Եվ սրոպ եկեղեցին շատ սրբասան եկեղեցի է եւ ուրիշ տեղից գալիս եմ, որպեսզի այստեղ պատահի։ Ապրեք դուք։ Եվ մի բան էլ Մայրիկ ջան, երեք եկել են Տեր Արտաշեսին այստեղից ուզել են դուրս անել, եղել է գյուղապետը եւ բարերարը։ Ասել է ես որոշեմ, թե ով է այս եկեղեցուն պատարակ մատուցում։ Ահա։ Իսկ Տեր Արտաշեսը լավ քահանա է ձեզ համար։ Այո, եթե լավ չլիներ, ես 25 տարի տարբեր եկեղեցիներում Սուրբ Կարապետից սկսած պատարակ եմ եղել։ 25 տարի շարունակ։ Սակայն այսօր գալիս եմ այստեղ մենք առաջի պատարակը 8 հոգով ենք անցկացրել։ Իսկ այսօր լեփ-լեցուն է։ Իսկ այսօր եկեղեցին լեփ-լեցուն է եւ չկա կանգնելու, տեսեք, խնդրեմ։ Ժողովրդի քանակը զեստող վկայի դա։ Այո, այո։ Նման աշխատող եւ հավատավոր եւ ժողովրդին իրար սիրով կապող քահանա շատ քիչ կա։ Շնորհակալ եմ, որ բոլորն այդպես լինեն։ Շնորհակալ եմ։ Իսկ դուք շատ զարմացաք, որ Տեր Արտաշեսի անունից էլ հայտարարություն հնչեց, որ ինքը միանում է Տիրադավ հրճակված անձանց։ Ոչ թե զարմացա, ես ահավոր ցավ ապրեցի։ Ես ահավոր ցավ ապրեցի։ Ոչ որ ինձ զավակը դավաճանել ինչ որ մեկին, ես ահավոր ցավ ապրեցի։ Լավ Մայրիկ ջան, չխանգարեմ ձեր պատարակին։ Ոսկե տափի եկեղեցին է, որտեղից 3 բարերար, այսինքն այս գեղեցիկ շինության աջակցողը որոշել է, որ պիտի դուրս անի Տեր Արտաշեսին, որովհետև իր համար անցանկալի է եւ ահա խնդրեմ, 3 Տեր Արտաշեսը իհարկե համառորեն դիմադրել էր, ասելով, որ Մայրաթորը միայն կարող է որոշել ինքը այստեղ պատարակ մատուցի, թե ոչ, որովհետև ինքը չի ենթարկվում ինչ-որ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն եկեղեցու շինության հետ, զուտ շինության։ Եկեղեցու հողը պատկանում է Մայրաթորին եւ շինության հետ կապված բոլոր մնացած հարցերով պիտի բացառապես Մայրաթորը զբաղվի, այդ թվում պատարակիչով կամ այստեղ հոգեվոր ծառայություն իրականացնող քահանայով։ Բայց ահա խնդրեմ, Ասումբարկ շատ մեծ քանակով հավատացյալներ են այստեղ, բայց տեսնում եք նաև, որ 6 մեքենաներով ոստիկանական հսկվում է տարածքը։ Ինձ ասացին, որ Ոսկե տափի գյուղապետով 3 եկել է բարերարի հետ ու ուզել են դուրս անել քահանային այստեղից, ինքն էլ է այստեղ պատարակին մասնակցում։ Ահա խնդրեմ, ես նորից ֆիքսեմ ոստիկանական մեքենաները, մեկը խնդրեմ սա է, ասում ինչու եք այստեղ, ինչու է ուժեղացված ծառայություն, ինձ ասում են ուժեղացված չէ, մենք ուղղակի եկել ենք մոմ վառել, բայց մեքենաները այդպես չանջատած, կանգնած են, ահա մեկը սա է, եւ 4 մեքենա այնտեղ, ահա խնդրեմ, էլի ոստիկանական մեքենաներով հսկվում է, հավանաբար այստեղ մի բան պլանավորվում է, ինձ ասացին, որ Մարսիացոտոն թեմի պաշտոն անկարված թեմակալը, Գյորգ Սրբազանը այսօր ուզել է մարզային եկեղեցիներով շրջել եւ իր, այսպես ասած, իրեն միացած կամ Փաշինյանի
շուրջ համախմբված այդ շարժմանը, Փաշինյանի շուրջ ձևավորված շարժմանը միավորված քահանաներին էստեղ նշանակել։ Ամեն դեպքում եկեղեցին մարդաշատ է, բայց ոստիկանները կարծես թե չեն թողնում մարդիկ բնականon վիճակը զգան։ Ինչ են այսքան ոստիկաններ էստեղ այսօր, տղամարդիկ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Ծանոթ դեմք տեսանք։ Դուք էլ եք ոսկետափից, հիշեցի։ Ինչպես եք։ Ինչու է ձեր գյուղը այսպես հատուկ ուշադրության կենտրոնում հայտնվել։ Ոստիկանները 6 ոստիկանական մեքենա, այսքան ռեսուրս, եկեք ցույց տամ, այս մեկը, ահա խնդրեմ, երկրորդը, այնտեղ երրորդը կա կանգնած, խնդրեմ, ես իմ տեսախցիկով ցույց եմ տալիս։ Եվ 6-ը պատարակի եկողը մեքենայի մեջ է մնում ու հետն էլ փոշիացնում է փողերը, հա, պետության։ Ես Սյուզին եմ Բադոյան, իդեպ ես էլ եմ այս մարզից։ Այս մարզից եմ ես, բաղազապես Երևանում եմ ապրում։ Հա, բայց մարզը տարբեր նախկին շրջաններ ունի, ոչ շրջանից։ Ես վեդից եմ։ Հա, Լավ, ասեք տեսնեմ ինչի է այսօր այսպես ոստիկանական բաներով հսկվում։ Երեք փորձել են ճնշումներ բանեցնել, որպեսզի քահանան այստեղից դուրս գա, ասել նույնիսկ կողպեքը կփոխենք։ գիտեք, այս յուղը ափսոսում եմ, որ երեք ներկա չեմ եղել։ Ինչ կանեիք, որ ներկա լինեիք, պարոն Մարտիրոսյան։ Բանակցել եւ հաշտության եզրում։ Հիմա գյուղապետը ներսում է, պատարակի է մասնակցում, ինձ այդպես ասացին։ Չի մասնակցում, հա չի զեղչելու կաթողիկոսյանունը, չի մասնակցում։ Ով չի զեղչել։ Տեր Արտաշեսը։ Հա, դեր ապաշեսը չի զեղչել։ Բայց ասացին, որ այստեղ է եղել եւ Ես եկել եմ, որ հանդիպեմ նաեւ իրեն, ահա։ նաեւ բաներով, դեռ մի գյուղից եմ։ Ինչ կփոխի դա ձեր կարծիքով։ Գիտեք, պետք է Հաշիվանը չի փոխի։ խոսել իրար, խոսել, բացատրել։ Ձեր կարծիքով իրենք չեն հասկանում, պարզապես հանձնարարություն չեն կատարում։ Ձեր կարծիքով իսկապես մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում։ Պարոն Մարտիրոսյան։ Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որտեղ մարդիկ տարբեր են։ Վարչական աշխատողներ են նրանք, ինչպես ասում են, այդպես էլ անում են, ինչը ձեր կարծիքով ոստիկանը չի հասկանում, ինքը ինչ է այստեղ։ Այդ նույն ոստիկանը չէ, որ գրոհում էր Մայրաթորի վրա։ Հիմա պատարակը։ Գիտեմ։ Հա, ոչ քահանան, հա, իսկ դեռ չեմ ասում։ Տեր Հովսեփն է։ Իդեպ այսօր առավոտյան մարզպետը Վեդո համայնքապետի հետ այցելել է իրեն, բայց հետո ասել են չենք խանգարի, պատարակը չենք միջամտի, դուք խաղաղ ձեր պատարակը մատուցեք։ Չէ, այդ նաև դիմացինից է, չէ, հոգևորական է մնում։ Դեր կանգնի իր եկեղեցու։ Այո, ճիշտ եք։